Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Շնորհակալություն։ Պարոն Մամիջանյան, եռատոն ունենալու համար պետք էր այդ առաջին Ղարաբաղյան պատերազմը հաղթելուց հետո չմսխեիք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորությունը։ Որպեսզի եռատոն շարունակեինք ունենալ, պետք էր չթալանեիք բանակը, որպեսզի 18-ից առաջ կյանքում Սերժ Սարգսյանը չկանգներ ու չասեր, որ բանակցային գործընթացը կանգնած է, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանը թողնելու է ուժով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու հարցը։ Եռատոն ունենալու համար ինչ? Չէ, անգիր չեմ արել, որովհետև չեմ սովորում Սերժ Սարգսյան, կներեք։ Պետք է նայեմ նոր, որ հանկարծ սխալ չասեմ ինչ ասել նաև։ Սա եռատոն ունենալու համար, հա։ Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական կենտրոններին, Տիկին Կարապետյան, հարցնում էիք, ինչի միասին չեն հայտարարության տեքստը բերել, որովհետև ընտրություններից առաջ կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնին հաճանալու մրցավազք է սկսած այս երկու ընդդիմադիր ուժերի մոտ, թե ով է նրանցից ավելի լոյալ այդ աշխարհաքաղաքական կենտրոնին։ Եվ այս բանի մեջ, ձեր մրցավազքի մեջ մենք ցանկություն չունենք մտնելու։ Շնորհակալություն։